Թմրամիջոցների ԱՊՆ-ի շրջանառության թեմային հատկապես կուզենայի անդրադառնալ, որովհետև իրավացիորեն եւ օբյեկտիվորեն մենք անընդհատ քննարկում ենք այս հարցը եւ շարունակելու ենք, կարծում եմ, համատեղ քննարկել, որովհետև դեռ անելիքներ կան այս ոլորտում, բայց համեմատականի համար նշեմ, որ 2024 թվականին առգրավել է շուրջ 426 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 2023 թվականի համադրությամբ ավելի է 202 կիլոգրամով շուրջ։ Բայց նաև շեշտեմ, որ պահպանելով գիծը 2025-ը եւս հետևողականորեն շարունակում է այս ուղղությամբ աշխատանքները թվականի կտրվածքով եւ ամբողջ իրավապահ համակարգի կողմից ըստ էության այս ժամանակահատվածում մենք ունեցել ենք շուրջ 173 կիլոգրամ թմրամիջոցի առգրավում որպես այդպիսին։ Բնականաբար խոսելով վիճակագրական տվյալների մասին պիտի անդրադառնանք նաև զենքզինամթերքի առգրավման աշխատանքներին եւ նաև ճանապարհատրանսպորտային պատահարներին 2024 թվականի կտրվածքով առգրավել է կամ կամավոր հանձնվել է 1579 միավոր հրազեն, որը 10.7%-ով ավելին է նախորդ տարվա առգրավված ցուցանիշի համադրությամբ։ Այսինքն այս խմբաքանակով ապօրինի պահվող զենքզինամթերք դուրս է բերվել ըստ էության շրջանառությունից։ Տրանսպորտային պատահարները մեր այն ուղղություններից են, որոնք որ կարիք ունեն ել ավելի մեծ ուշադրության, ել ավելի մեծ ջանքի եւ բարեկային ծառայությունը այս տեսանկյունից հատուկ կենտրոնացում է ունեցել թեմայի ուղղությամբ եւ ըստ այդմ 24 թվականին 23 թվականի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 299-ով, զոհերինը 45-ով, վիրավորներինը 421-ով եւ սա այն պայմաններում, երբ որ արդեն իսկ գրեթե միլիոնի հասնող տրանսպորտային միջոցներ ունենք հաշվառված Հայաստանի Հանրապետության տարածքում։